Հələ մի րոպե էլի։ Ճիշտ ձեպը սրայից։ Խորհրդարանական ընտրությանը մնացել են հաշված օրեր, սակայն քարոզարշավի ամբողջ ընթացքում քաղաքական պայքարի առանցքում հաճախ ոչ թե ծրագրերն ու բարեփոխումներն էին, այլ խորհրդանիշները, հույզերը, հակադրություններն ու քաղաքական հակառակորդների կերպարները։ Ռոբիտ կզացնելու եմ, շոքացնել եմ, սատկացնել եմ, հանեք ձեր մասկեց այս տահակներ, ով եկավ նույն խոսույթով կանգնեց հանդես եկավ, վզից բռնել եմ շպրտել։ Ես որ ասում եմ մի մարդ կա, միջև տարվա վերջ բոմժա դառնալու, շատերը չափազանցություն են գտել։ Եթե այս քարոզարշավը պատկերացնենք որպես բեմադրություն, ապա վերջին շաբաթներին այդ բեմում ավելի հաճախ երևացին խաչերն ու սրբապատկերները, ճակատագրական ընտրության մասին խոսքերը, ընդդիմության հասցեին կոշտ հայտարարությունները եւ ժողովրդի հետ նույն սեղանի շուրջ նստած վարչապետի կադրերը։ Քաղաքականության մեջ այս ամենը վաղուց նկարագրված եւ ուսումնասիրված տեխնոլոգիաներ են։ Փաշինյանի պահվածքը, որը ցույց է տալի նրա հոգեվիճակը, այսպես մեծ կասկածներ առաջացնում նրա adekvat լինելու առումով, մասնավորապես շատ նման է ուրեմն մի կողմից հիստերոիդ պսիխոպաթիայի, մյուս կողմից շիզոֆրենիայի դրսևորումների։ Մենք եւ նրանք քարոզարշավի ամենաակնառու առանձնահատկություններից մեկը հասարակության բաժանումն է տարբեր ճամբարների։ Ընտրողին հաճախ առաջարկվում է ոչ թե համեմատել ծրագրերը, այլ որոշել թե որ կողմում է կանգնած, ապագայի թե անցյալի, ժողովրդի թե նախկինների։ Ոչ առաջի, ոչ երկրորդ, ոչ երրորդ ղեկավարը այսպիսի ձևով քարոզարշավ չի անցկացրել։ Այս մարդը այլևս ասելու բան չունի, իլ հին այդ ձայնագրությունները խազվել են, անընդհատ նախքին ասելով նա ոչինչ չի, էլ չի կարողանում մանիպուլացնի մարդկանց, այդ իր խաղաղությունը, դա էլ չի աշխատում, նա փորձում է մարդկանց համոզել, որ լինել է խաղաղություն, բայց մարդիկ տեսնում են, թե նա ինչպես ամեն ինչ հանձնեց։ Քաղաքագետները սա անվանում են բևեռացման ռազմավարություն, երբ քաղաքական մրցակցությունը ներկայացվում է ոչ թե գաղափարների պայքար, այլ երկու անհաշտ ճամբարների բախում։ Նման մեթոդներ տարբեր ժամանակներում կիրառել են Հուգո Չավեսը Վենեսուելայում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում եւ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Մեքսիկայում, հասարակությունը բաժանելով ժողովրդի եւ էլիտայի հին եւ նոր համակարգերի միջև։ Առաջիկայում Արարատի ցեմենտի գործարանը դառնալու է պետական։ Հետո բա ճնշում Արարատի ցեմենտի գործարանի աշխատողներին։ Ես ձեզ թույլ եմ տալիս, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հակազդել ձեր իրավունքների պաշտպանությամբ ցանկացած ճնշման։ Ընդհանուր կարող եք հրապարակային ակցիաներ անել, ես ձեզ երաշխավորում եմ։ Բայց այս քարոզարշավում միայն բևեռացնելու գործիքը չի կիրառվել։ Վախը քաղաքական տեխնոլոգիաների ամենահզոր ռեսուրսներից մեկն է։ Երբ օրակարգում անընդհատ շրջանառվում են պատերազմի, անկայունության, արտաքին սպառնալիքների կամ նախկինների վերադարձի թեմաները, ընտրողը սկսում է ընտրություն կատարել ոչ միայն հույսի, այլ նաև վախի ազդեցության տակ։ Քաղաքական հաղորդակցության մեջ սա հայտնի է որպես վախի միջոցով մոբիլիզացում, երբ հասարակությանը մշտապես հիշեցվում է վտանգի մասին, նրան քաղաքականորեն համախմբելու նպատակով։ Այս մեթոդը կիրառել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ բազմաթիվ այլ առաջնորդներ։ Այսօր 2026 թիվն է եւ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ կանգնած եմ ձեր առաջ եւ դա նաեւ այս փոխպատի մանդատի գործունեության շնորհիվ։ Քարոզարշավի ընթացքում հաճախակի դարձան նաև կրոնական խորհրդանիշները։ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները պարբերաբար խաչեր ու սրբապատկերներ էին նվիրում։ Նա իր ոգեվիճակով եւ իր վարքով մտքերով ինքը անմիջական վտանգ է ներկայացնում Հայաստանի բնակչության կյանքի եւ առողջության համար։ Մասնագետների գնահատմամբ սա ընտրողի արժեքային համակարգին մոտենալու ամենահին քաղաքական մեթոդներից մեկն է, երբ քաղաքական գործիչը հայտնվում է կրոնական խորհրդանիշների կողքին, ուղերձը հաճախ կրոնականից ավելի քաղաքական է լինում։ Դա հնարավորություն է տալիս կապ հաստատել ընտրողների այն խմբերի հետ, որոնց համար հավատքն ու ազգային ինքնությունը կարևոր դեր ունեն։ Նման պատկերներ իրենց քաղաքական գործունեության ընթացքում օգտագործել են Վիկտոր Օրբանը Հունգարիայում, Նարենդրա Մոդին Հնդկաստանում եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում։ Նա փորձում է մարդկանց վախեցնել, որ մարդիկ пассив մնան, տանը մնան, չգնան ընտրելու եւ իր աղանդի անդամները
որոնք ցուցակներով բերվելու են այդ իրենց ավտոբուսներով, ինչպես դա արվեց Գյումրիում, նրանք կարողանան իրենց որոշումը պարտադրել մեր ժողովրդի վրա։ Այս ընտրաշավում դժվար էր չնկատել նաև մեկ այլ առանձնահատկություն քաղաքական օրակարգում առած սեղաններն ու հյուրասիրությունները երբեմն գրեթե նույնքան տեղ զբաղեցրին, որքան քաղաքական ելույթները։ Մի օր գյուղական բակում, հաջորդ օրը որևէ ընտանիքի հյուրասենյակում, հետո ճանապարհի եզրին, թեյ, սուրճ, եգիպտացորեն, մրգեր։ Քաղաքական տեխնոլոգիաներում սա կոչվում է սովորական մարդու կերպարի կառուցում։ Երբ առաջնորդը նստում է ընտրողի սեղանի շուրջ, ուղերձը պարզ է՝ ես ձեզնից մեկն եմ։ Նույն մեթոդը կիրառել են Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայում, Լոպես Օբրադորը Մեքսիկայում եւ Էրդողանը Թուրքիայում։ Էժանագին այդ շոուները արդեն ժողովուրդն էլ հոգնել է այդ բառերը լսելուց, պերաշկի ուտելով բանով, որտեղ ամեն այցի ժամանակ այդ կադրերի մեծ մասը նվիրված է նրան, թե որտեղ որ համայնքում, որ հանդիպման ժամանակ Նիկոլը ինչա ուտում ու ոնց է ուտում։ Դրանով ինքը չի նմանվում հասարակ ժողովրդին, այլ ուղղակի իր չտեսությունը ու միջակայությունն է այդտեղ երևում։ Քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից 2026 թվականի քարոզարշավը հիշեցնում է ժամանակակից պոպուլիստական ընտրական արշավների դասական օրինակները։ Այստեղ միախառնվել են բևեռացումը, վախի քաղաքականությունը, կրոնական խորհրդանիշները, հակառակորդի կերպարի կառուցումը, առաջնորդակենտրոն քարոզչությունը եւ առօրյա կյանքի բեմականացումը։ Այլ կերպ ասած, ընտրողին առաջարկվում է ոչ միայն ընտրել, այլ նաեւ ապրումակցել, վախենալ, բարկանալ կամ հույս կապել։ Զրուցակիցներիս խոսքով, երբ քաղաքական պայքարում հույզերը սկսում են մրցել ծրագրերի հետ, երբեմն հենց հույզերն են հաղթում, իսկ էմոցիաներով երկիր չեն կառավարում։ Ինքը ինչի չի զոհված, ինքը ինչի է հիմա եկել են մեզ ասում են 5000 զոհ։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։